Հանուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մեր Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոս երկին կամբարնալեն առաջ օրհնեց իր աշակերտները, անոնց խոստացավ, որ մինչև աշխարհի վաղճանը մեզի հետ պիտի մնա եւ պատվիրեց, որ երթան եւ բոլոր ժողովուրդները իրեն մոտեցնեն, քարոզեն անոնց ավետարանը, ճշմարտությունը եւ առաջնորդեն հավիտենական բրգության։ Տեր Հիսուս Քրիստոսի այս բադվերին հավատարիմ առաքյալները կացին ոչ միայն հրյաներուն, այլ ամբողջ հեթանոս աշխարհին եւ քարոզեցին քրիստոնեությունը։ Ահա այդ ժամանակեն մեջտեղ ելան մարդիկ, որոնք սկսան սուտ ուսուցումներ տարածել եւ ավելորդ բարդատրանքներ տնել։ Օրինակ, այն քրիստոնյաները, որոնք հրեութենե եկած էին, սկսան հեթանոսութենե դարձի եկող քրիստոնյաներուն ասել. «Դուք ճշմարիտ քրիստոնյաներ չեք։ Եթե գուզեք ճշմարիտ քրիստոնյա լինել, ապա նախ պետք է մովսիսական օրենքը գործադրեք, պետք է ձեր արուները թլփատվին, պետք է ծիսական մաքրության օրենքներուն հետևիք, ապա քրիստոնյա կրնակ լինել»։ Եվ ահա այսպիսի շփոթի մեջ առաքյալները իրենց ողջության ժամանակ այս հարցերը լսեցին, կովկովի եկան Երուսաղեմի մեջ եւ 50 թվականին առաջին ժողովը գումարեցին։ Եվ այդ ժողովի ընթացքին որոշումներ անին, որոնց մասին կրնակ կարդալ Գործ Կարաքելոց գրքի մեջ։ Առաքյալներուն աշակերտները եւ հաջորդ գրոնավորները, եպիսկոպոսները, վարդապետները, քահանաները սկսան սիրելներ Քրիստոսի սուրբ ավետարանի լույսը տարածել։ Բայց հիշեցեք Հիսուսի բացած որոմներու արագը, թե ինչպես եւ դանդերը ծորեն ցանեց իր տաշտին մեջ, թշնամին եկավ քիշերով եւ որոմ ցանեց։ Սատանան սիրելներ միշտալ եկեղեցվո բացության մեջ, եկեղեցվո կյանքի մեջ որոմ ցանած է։ Մեջտեղ հանելով աղանտավորական շարժումներ։ Աղանտավորական շարժումները այն շարժումներն են, որոնք եկեղեցվո ճշմարիտ վարդապետութենեն շեղված ուրիշ վարդապետություն է, որ կկարոզեն շփոթ հարաճացնելով հավատացյալներու կյանքի մեջ եւ հավատքի մեջ դգար թերի եղողները մոլորեցնելով։ Ահա այդ ժամանակներուն էր սիրելիներ, երբ աղանդները սկսան դժբախտաբար դարածվել եւ հուսնիլ, 325-ին, երբ Կոստանդիանոս Գայսրը, Հռոմի Գայսրը արդեն ինքնալ քրիստոնյա եղած էր, այդ օրերուն Աղեքսանդրիայի մեջ քահանամ ելավ Արիոս անունով, եւ Արիոս սկսավ դարբեր վարդապետությունը քարոզել։ Անոր թեմ ամիջապես ելավ Աղեքսանդրիայի բադրիարքը եւ Աղեքսանդրիայի բադրիարքը ինք Ալեքսանդրի անունը դարձյալ ինք բայկարեցավ ու հայտնեց ճշմարտությունը Քրիստոսի աստվածության մասին։ Այնքան հարցերը շատցան, որ Աղեքսանդր Գայսը, մեծն Աղեքսանդրը հրավիրեց ժողովի, որ բոլոր եպիսկոպոսները աշխարհի 4 կողմերեն ներկա ալան Փոքր Ասիայի Բյութանիա նահանգի Նիգիա քաղաքը եւ այնտեղ ժողով կմարեն։ Ահա 318 հայրաբետներ եպիսկոպոսներ այդ ժողովին մասնակցեցան, այդ ժողովին մասնակցավ նաև մեր հավատքի հոր Սուփրիկո Լուսավորչի գրծեր որդին Արիստագեսը։ Այսօր սիրելներ Հայաստանյա ցարակելական մեր Սուրբ եկեղեցին գդոնախմբե Նիգիո ժողովի 1700 ամյակը։ Ճիշտ այսօրվա պես 1700 տարիներ առաջ հավաքվեցան Նիգիո մեջ 318 հայրաբետներ, եպիսկոպոսներ եւ նզովեցին Արիոսի վարդապետությունը։ Ինչու։ Ինչ կսեր Արիոս։ Արիոս սիրելիներ գսեր, որ միակ Աստվածը, որ անձնունդ է, Հայր Աստվածն է, իսկ Հիսուս ինք արարած է, ոչ թե ծնած է, այլ արարած է, եւ գսեր Արիոս, որ Հիսուս սկիզբեն չէր եւ ոչ հոր էյութենեն էր, այլ Աստված Հիսուսը հետո ստեղծեց
որբեսի Հիսուս մարդկությունը ստեղծեր։ Այլ խոսքով, նույն բնութենեն չէ Հիսուս հորը հետ, այլ դարբեր էությունն է, անիկա քեր մարդկային զորություն է, եւ Աստված է, որ անապագան է, իսկ Հիսուս այլայլելի է։ Եվ այսպիսի շփոթ սկսավ սիրելներ դարաձել Արիոսը։ Ահա այս շփոթին դիմաց, երբ ժողով գումարեցին, եւ այս ժողովը սիրելներ դարձավ դիեզերական առաջին ժողովը, որտեղ բոլոր քրիստոնյաները ընդունեցին զայն, եւ այսօր մեր եկեղեցին, ինչպես գիտեք, 3 ուրեմն դիեզերական ժողովներ միան կընդունի։ Նիգյո 325-ին, Կոստանդնուպոլսո 381-ին եւ Եփեսոսի 431-ին։ Եվ այդ ժողովի ընթացքին էր, որ սիրելներ հավատամքը գազմվեցավ։ Ամեն սուրբ պատրակի ընթացքին մենք ինչ գարտասանենք հավատամքը, որ կգոչվի նիգյո հավատամք։ Հավատամք իմի Աստված ի հայրն ամենական։ Անպայմանորեն վերջավորության դարձյալ միասին այսօր գարտասանենք։ Բայց եկեք այսօր ցեզի մանրամասն ավելի պատմեմ Նիգյայի առաջին դիեզերական ժողովի մասին։ Նիգյայի առաջին դիեզերական ժողովը գումարված է 325 թվականին Բյուզանդական գայսր մեծն Կոստանդիանոսի հրամանով Փյուտանիայի Նիգյա քաղաքին մեջ մայիսի 20-ին։ Մեր եկեղեցի սիրելներ Նիգյո ժողովը միշտ կդոնախմբե Աստվածամոր վերապոխումեն յետ 4-րդ գիրագեն 1 օր առաջ նախընթաց շաբաթ օրը, այսինքն այսօր։ Ժողովին մասնակցած են ընդհանրական եկեղեցվո 318 հայրապետներ, անոնց շարքին Աղեքսանդրիայի պատրիարքը Աղեքսանդրացին, Աթանաս Աղեքսանդրացին, որ դակավին այդ օրերուն սարգվակ էր եւ վերջը ինքնալ պատրիարք պիտելար, Սուկրիկո լուսավորչի գրծեր որդին Արիստագեսը եւ եկեղեցվո այլ նշանավոր եպիսկոպոսներ։ Առաջին դիեզերական ժողովի հրավիրման շարժարիթը Աղեքսանդրիայի քահանա Արիոսի հերետիկոսական ուսմունքը քննել եւ դատապարտել էր։ Արիոսը գկարոզեր, թե Քրիստոս անզգիստ չէ, այլ ստեղծված է ժամանակներեն առաջ Հայր Աստուծո ցանկությամբ, որբեսի Հիսուսի միջոցով գադարվի առաջակորձությունը։ Միակ անձնունթը հավիտենականը եւ անսկիզբը Հայր Աստվածն է, ըստ Արիոսի գա մեկ եւ միակ Աստված։ Անիկա Հայր Աստվածն է, մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, այսինքն դարձյալ Հիսուսը, Սուրբ Հոգին եւ այլն, Աստուծո էության իրենց էությամբ այդ մյուս բոլոր ստեղծվածները խորթ են Աստուծո եւ ունին մեկ այլ ինքնուրույն էություն։ Հետևաբար որդին առաջացած է ոչ թե հոր էութենեն, ինչպես որ մենք գտավանենք բոլոր ուղղափառ եկեղեցիները, որ Քրիստոս հորը հետ նույն էություն ունի, անզգիստ է, անվախճան է, չգար ժամանակը, որ հայրը գար եւ որդին չգար, բայց Արիոսը գսեր գար ժամանակը, երբ հայրը գար, բայց որդին չգար։ Ուրեմն որդին առաջացած է ոչ թե հոր էութենեն, այլ ոչինչեն։ Աստված զինք ստեղծած է ոչինչեն։ Գար ժամանակ, երբ որդին չգար, հավասիկ։ Որդին թեև ստացած է Հայր Աստուծո ողջ շնորհքը եւ որդեգրված է Աստուծո գոմե, սակայն անաբագան չէ, ինչպես հայրն է, այլ այլայլելի է, փոփոխելի, այսինքն փոփոխական է, ինչպես արարածները։ Արիոսը գժղտեր Հիսուսի հավասարությունը Հայր Աստուծո հետ եւ չեր ընդուներ Հիսուսի Աստված ըլլալը։ Այլ խոսքով, որդին սկիզբեն չէ եղած, այլ ժամանակին հարաճացած է, այսինքն արարած է։ Ադորամար հավատամքի մեջ պիտեսե ծնունդ եւ ոչ արարած։ Անոր համար Հիսուսը բարձրապես քեր մարդկային արարած էր։ Արիոսի այս վարդապետության դուրս եկավ Աղեքսանդրիայի arczepiskopos Աղեքսանդրը,
որ իր քարոզներու մեջ սկսավ շեշտել, թե հավիտենական է Աստված, հավիտենական է Որդին, Հայրը եւ Որդին միաժամանակ են, Որդին համակոյ է Աստուծո մեջ անսկիզբ երգով, հավիտենական ծնունդ է, ծնած է անծնունդեն, այսինքն հոր Աստուծմեն, բայց արարված չէ։ Հայրը Որդին չի նախորդել, այսինքն հայրը սկիզբեն չէ եկած, ոչ իսկ մեկ վարյան, միշտ եղած է հայրը, ինչպես որ միշտ եղած է հայրը, նույնպես միշտ եղած է Որդին, նույն էութենեն է Որդին։ Նիգիայի դիեզերական ժողովի մեջ գմերժվի Արիոսի մոլար ու հերենդիգոսական շարժումը, գտադաբարդվի անոր վարդապետությունը եւ գտնվի ուղղափառ թավանության հիմնական դրույթները բարունագող հավատո հանքարակը, որ մենք կոչենք նիգիական հավատանք։ Անիկա որպես թավանության հիմք մինչև այսօր անխափան գործածվի բոլոր եկեղեցիներու մեջ եւ նաեւ մեր հայաստանյաց արաքելական սուրբ եկեղեցու մեջ գսվի սուրբ բادرակի ընթացքին ավետարանի ընթերցումեն ամիջապես հետո։ Հավատամքի փոխանցած գեդերը յուրաքանչյուր քրիստոնյայի համար քրիստոնեական հավատքի եւ թավանության բանացեվեր են։ Եթե մեկը գուզե սիրելներ իմանալ, թե մենք ինչ բանի կհավատանք, հավատամքը պետք է անպայմանորեն գարտա եւ սորվի։ Եվ ես պիտի թելադրեմ սիրելներ, բոլորիդ, որ 1700-ամյակին արիթով Նիգիո ժողովի գումարման ամենքդ անկիր սորվիկ հավատամքը, հասկանալով, որբեսի երբ որ ցերտիմաց աղանդավոր մի ելե, եւ դուք սիրելներ մեր ուղափառ եկեղեցու հավատամքը սորված լակ, այլևս գիտնակ ինչպես պիտի պատասխանեք անոր, եւ այդ ժամանակ է որ ծեր հավատքի մեջ ոչ կգասկածիկ, ոչ ալ գշերվի։ Հավատամքը գփովանտագե Աստուծո Որդիին, Սուրբ Հոգիին, եկեղեցվո մգրդության, մեղքի, մերելներու հարության, հավիտենական կյանքի, վերջին Թադաստանի, երկնքի թագավորության եւ հոգիի անմահության մասին քրիստոնյաներու ունեցած հավատն ու թավանությունը։ Քրիստոնյաներս գավադանք եւ գտավանինք մեկ Աստուծո, որը ստեղծեց երկինքն ու երկիրը, դեսանելի եւ անդեսանելի բաները։ Գահավադանք մեկ Որդիին, որ ծնավ հոր էութենեն եւ ճշմարիտ Աստված է, անիկա ծնունդ է եւ ոչ թե արարած։ Գահավադանք մեկ Սուրբ Հոգիին, որ աներ է, անձին չէ ծնված, սկիզբեն հորը եւ Որդին հետներ, փխումն է անիկա, հոր մե փխած է, եւ որ ներշնչեց ու խոսեցավ մարգարեներուն, իջավ հորտանանի վրա, Հիսուսի մգրդության ժամանակ արաքյալներուն վրա հանգչեցավ եւ օրենքի միջոցով խոսեցավ։ Գահավադանք մեկ եկեղեցվո, ընդհանրական, արաքելական եւ սուրբ եկեղեցվո։ Գահավադանք մեկ մգրդության, ապաշխարության, մեղքերու թողության, մերելներու հարության, վերջին Թադաստանին, երկնքի թագավորության եւ հավիտենական կյանքին։ Ահավասիկ այս է հավատամքին ամփոփումը։ Նիգիայի ժողովին մեջ Արիոսի մոլար ուղղության թեմ որպես ճշմարիտ թավանություն Քրիստոսի Որդիին համար հաստատվեցավ եւ բանացվեցավ հետեւյալը։ Գահավադանք դեր Հիսուս Քրիստոսին, Աստուծո Որդիին, ծնած Հայր Աստուծմե միածին, այսինքն հոր էութենեն, Աստված է Աստուծմե, լույս է լույսեն, ճշմարիտ Աստված է, ճշմարիտ Աստուծմե, ծնունդ է եւ ոչ արարած։ Նույն հորը փնութենեն է, որով ամեն ինչ երկնքի մեջ եւ երկրի վրա իրմով եղավ, երևելները եւ աներևույթները։ Սիրելներ, այսպիսով ուղղափառ թավանությունը հաստատվեցավ։ Ժողովը ընդունեց վարչական բնույթի 20 կանոններ որդեգրեց սիրելներ, որոնք գվերապերին թարցի եկած աղանդավորներուն, եկեղեցվո հետ անոնց փոխհարաբերություններուն, ծերնադրություններուն եւ եկեղեցու նվիրապետական աստիճաններու հետ կապված հարցերուն,
գաշարագերության, Սիմոնականությունը այն էր սիրելներ Սուրբ Գիրքի մեջ Սիմոն անունով ուրեմն գախարդ մգար, որ առաքյալներին շնորհք ուզեց, որբեսի փողով, տրամով ծախի այդ շնորհքը։ Հետևաբար այն գրոնավորները, այն եպիսկոպոսները, որոնք փողով, տրամով գծախեն ծերնաթությունները եւ տրամի թիմաց է որ ծերնաթություն գնեն շնորհք Սուրբ Հոգին շնորհքը տալու համար, անոնք սիրելներ պետք է դուրս տրվին եկեղեցին։ Հետևաբար այդտեղ Նիգյո ժողովի ընթացքին էր, որ արձարծվեցան այս հարցերը գաշարագերության, սիմոնականության, վաշխառության, նաև գիրագի օրը առանց ձնրաթրելու, հոդնգայս աղոթելուն եւ այլն դարբեր նյութերու մասին, ինչպես նաև այնտեղ է որ որոշվեցավ թե զադիգը քրիստոնյաները երբ պետք է դոնեն։ Երբ քարնան քիշերահավասարը գլա, ուրեմն քարնան քիշերահավասարին, որ միշտ մարտ 21-ը գաշվի։ Եվ քարնան քիշերահավասարի լիա լուսնին հաջորդող գիրագի օրը միշտ զադիգ է, լուսնի լրումին հաջորդող գիրագին որ մեկը որ մոդ է, հետևաբար զադիգ։ Օրինակ ասենք, եթե երկու շաբթի օրը քարնան քիշերահավասար եղավ եւ լուսինը երկու օր յետ չորեք շաբթի օրը լիա լուսին եղավ, հետևաբար այդ գիրագի օրը անպայմանորեն զադիգն է։ Ադորամար զադիգը միշտ սիրելներ 35 օրերու մեջ դեղափոխվի, գախյալ է որովհետև քարնան քիշերահավասարի լուսնին հետ։ Եթե այնպես պատահեցավ, որ մարտի 20-ին լիալուսին էր արդեն, հետևաբար անիկա չի հաշվվիր, պետք է մարտ 21-ին քարնան քիշերահավասարը լա, ատկե ետքը լիալուսին եւ ատկե վերջը զադիգ։ Նիգյո առաջին դիեզերական ժողովը առանցքային նշանակություն ունեցավ ոչ միայն ընդհանրական եկեղեցու, այլև մարդկության պատմության մեջ։ Անիկա ոչ միայն առաջինն է դիեզերական ժողովներու մեջ, այլև կարևորագույնը ժողովներուն ժողովն է, որով որ նախանշած է աստվածաբանական եւ իմաստանսիրական մտքի հետագա զարգացման ուղին։ Ոչ մեկ այլ իրադարձություն այդպիսի նշանակություն եւ աստեցություն չի ունեցած աստվածաբանական մտքի ձևավորման վրա, որքան Նիգյո դիեզերական առաջին ժողովը։ Այս դիեզերական ժողովի շուրջ ծավալված քննարկումները շարունակված են ամբողջ 4-րդ դարու ընթացքին։ Նիգյայի, ինչպես նաև մյուս երկու դիեզերական ժողովներու հիշադակի օրը մեր եկեղեցու մեջ երկվի հայրաբետներուն նվիրված շարականներ, ուր անոնց ներփողը գհյուսվի որպես հավատքի հիմքեր հաստատողներ։ Այս շարականները գրած է Սուրբ Ներսես Շնորհալի հայրաբեդը։ Հայ եկեղեցին Նիգյո առաջին դիեզերական ժողովի 318 հայրաբետներու հիշադակը գտոնե վերափոխման 4-րդ կիրագին նախորդող շաբաթ օրը սեպտեմբեր ամսին։ Այժմ սիրելիներ, ահավասիկ դուք ընդհանուր դերեկություն ունեցաք Նիգյո առաջին դիեզերական ժողովի մասին, լսեցիք Արիոսի սուտ եւ հերետիկոսական ուսուցման մասին եւ Արիոսի անունը թեև այսօր սիրելիներ չկա որպես աղանդավորական խումբ, բայց շատ աղանդավորներ Արիոսի նույն խաղապարներով կընթանան այսօր։ Ձեր հավատքի մեջ ամուր գեցեք, իմացեք ճշմարիտ ուղղափառ թավանությունը, որբեսի թեմ տնեք բոլոր տեսակի մոլար վարդապետությանց։ Ես սիրելներ ցեզի պիտի ընթերցեմ երկու շարականներ Սուրբ Ներսես Շնորհալի հայրաբետին գոմե գրված, որ նվիրված է Սուրբ հայրաբետներուն, ժողովներուն, 3 ժողովներուն, 3 դիեզերական ժողովներուն, Նիգյո, Կոստանդնուպոլսո եւ Եփեսոսի ժողովներուն, մասնագից հայրաբետներուն։ Տեսեք ինչ կսե։ Նախ օրդության շարականը կգարտամ եւ ապա հաջորդ շարականը հարցի շարականը։ Այսօր Սուրբ հայրաբետները միասին հավաքվելով հավատքի հիմունքը դրին հաստատորեն առաքյալներու եւ մարգարեներու հիմքին վրա։ Այսօր Սուրբ հայրաբետները անսկիզբ բանը Քրիստոսը հայտարարեցին հավիդյաններեն առաջ անջար ծնունդ հորը, արարիչ հավիդյաններուն հոր հետ էյագից հոգիին։ Այսօր Սուրբ հայրաբետները ճշմարիտ հոգին թավանեցան հոր մեծ ակում հարաճ բխող առանց բաժանվելու, անոր հավերժագից եւ որդիին փարագից։ Սուրբ հայրաբետները հավաքված Սուրբ հոգի հրավերով
վերստին հաստատեցին առաքելական քարոզությունը Սուրբ եկեղեցու հավատքի վեմին հիմքին վրա։ Անոնք Սուրբ ոգին զենքով արիապար պատերազմեցան, հերցվածողներու ընտիմամարտ մոլությունը վանեցին, քաչ հովիվներու նման քայլերը քարներու հոդեն հերացուցին։ Եվ Սուրբ երրորդության ճշմարիտ հավատքը բոլոր ուղղափառ եկեղեցիներու մեջ քարոզեցին, որբեսի բոլորն ալ հավատան Հայրը, Որդին եւ ամենասուրբ Հոգին։ Հիմա հարց շարականը գընթերցեն ցեզի, անսկիզբ որդի, թուն որ բոլոր հավիդյաններեն առաջ էիր, երկինքեն իջար հորը գամքով աշխարհի փրկության համար, օրտնյալ ես մեր հայրերուն դեր Աստվածը։ Թուն որ անբարակիր Աստվածությանդ անջարելի ծածուկ խորուրդը Սուրբ հայրաբետներու միջոցով եկեղեցու հարսին ցույց տվիր, օրտնյալ ես մեր հայրերուն դեր Աստվածը։ Անոնք Սուրբ Հոգիით իմանալի Աստվածային ցակմամբ շնորհներով լեցված դիեզերքը երրորդությանդ հավատքով լեցուցին, օրտնյալ ես մեր հայրերուն Աստվածը։ Դեր օրհնեցեք եւ հավիդյան պարավորեցեք զայն։ Եկեք երանելի հայրաբետներուն խոսքի հորտարատ վդակներու լուսապայլ պխումով լուսավորված հետանոսներու ժողովուրդներ, օրհնեցեք եւ հավիդյան պարավորեցեք երկնավոր հայրը։ Անոնք աշխարհի մեջ փանին Քրիստոսի գադարած անհասանելի փրկակորձությունը դիեզերքի մեջ անդեղյակ արարածներուն քարոզեցին, օրհնեցեք եւ հավիդյան պարավորեցեք Քրիստոս Տակավորը։ Անոնք Սուրբ Հոգին հրաշալի զորությամբ անկիդության խավարը парадեցին աշխարհեն եւ ուղիղ հավատքի հիմքով հաստատեցին եկեղեցին։ Քահանաներ եւ պաշտոնյաներ, օրհնեցեք եւ հավիդյան պարավորեցեք ճշմարիտ Սուրբ Հոգին։ Ամեն։ Սիրելներ, այժմ ցեզի պիտի ընթերցեմ հավատամքը, ըստ այն որ շատեր ցեզ մի հավատամքը քրապարով կոց գիտեն, ես աշխարհապար թարգմանությամբ պիտի գարտամ, որբեսի հասկնաք թե ինչ կսվի այնտեղ։ Հավատամքը սիրելներ երկու մասը կփականա։ Առաջին մասը հավատամքն է, հավատամքեն հետո քրեցին հայրաբետները, Նիգյո ժողովի 318 հայրաբետները նզովք, թե ինչ բաներ կնզովեն, եւ վերջավորության եւ Սուրբ Արիստագես այս հավատամքը փերավ Սուրբ Գրիգորոսավորչին, Սուրբ Գրիգորոսավորիչը փարապանությունը կրեց, որ միշտ մեր եկեղեցու մեջ քահանան փարսացային գսե։ Նիգյական հավատամք։ Գահավատանք մեկ Աստուծո, ամենագալ հոր, որ արարիչն է երկինքին ու երկրին, երևելի եւ աներևույթ ստեղծվածներուն։ Գահավատանք մեկ Տեր Հիսուս Քրիստոսի, Աստուծո որդին, որ հոր Աստուծմե ծնած է, որպես միակ ծնունդ, այսինքն հորը էյութենեն է, Աստված է Աստուծմե ծնած, լույս է լույսեն հարաճ եկած, ճշմարիտ Աստուծմեն ծնած, ճշմարիտ Աստված է եւ ոչ արարած։ Անիգա հորը փնութենեն է, իր մովը ստեղծված է ամեն ինչ որ գա երկնքի մեջ եւ երկրի վրա, երևելի թե աներևույթ։ Ինքն էր որ մեզի մարդկությանս եւ մեր փրկության համար երկինքեն իջավ եւ մարմին արավ, մարդացավ, Սուրբ Հոգիի ներկործությամբ Սուրբ Գույս Մարիամեն ծնելով որպես կատարյալ մարդ, մարմնով, հոգիով եւ մտքով եւ ամեն ինչով որ մարդկային է, ոչ թե երևութաբես, այլ ճշմարտաբես։ Չարչարվեցավ, խաչվեցավ, թաղվեցավ, երրորդ օր հարություն արավ, նույն մարմնով երկինք ելավ եւ հորը աչքով նստավ։ Վերստին պիտի գա, նույն մարմնով եւ հորը փառքով, ողջերն ու մեռածները թադելու, ան, որուն թակավորությունը անվախճան է։ Գահավատանք աներ եւ գադարյալ Սուրբ Հոգին, որ խոսեցավ օրենքին, մարգարեներուն եւ ավետարաններուն ընդմեջ են, որ հորտանան քեդին վրա իջավ, առաքյալներուն ուսուցանեց եւ սուրբերուն մեջ փնագեցավ։ Գահավատանք նաեւ մեկ ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցին, մեկ մգրդության, ապաշխարության, մեղքերու կավության եւ թողության, մերելներու հարության, հոգիներու եւ մարմիններու հավիտենական դատաստանին, երկնքի արքայության հաստատումին եւ հավիտենական կյանքին։ Ահա այս հավատամքը սել է յետք ավետարան գարտացող սարգսակը այսօր մեր եկեղեցու մեջ նզովքը գսե։ Ինչ այդ նզովքը։ Իսկ անոնք որ գսեն, թե գար ժամանակը, երբ չգար որդին, ինչպես Արիոսը գսեր, կամ գար ժամանակը, երբ չգար Սուրբ Հոգին, կամ գսեն
ոչինչ են ստեղծվեցան, կամ ուրիշ էութենեմը կոյացան Աստուծո որդին եւ կամ Սուրբ Հոգին, եւ թե փոփոխության կամ այլայլումի ենթակայեն, ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցին գնզովե այնպիսիները։ Եվ ապա քահանան բادرակիչը սիրելներ մեր եկեղեցու մեջ կխոնարի Սուրբ Ավետարանին թիմած գամփուրե Ավետարանը եւ Սուպրիկոլ ու Սավորչին գոմե ըսված հետեւյալ փարապարությունը գսե։ Բայց մենք փարավորենք զայն, այսին Քրիստոսը, որ հավիդյաններեն առաջ է, երկրբակելով Սուրբ Երորդության, որ մեկ Աստված է, Հորը, Որդիին եւ Սուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ հավիդյանս հավիդենից ամեն։ Ահա բասիկ սիրելներ, ցեզի ներկայացուցի Նիգյոս դիեզերական առաջին ժողովի մասին եւ Արիոսի աղանդին ու հավատամքի խմբակրման մասին։ Եկեք մեր հավատքի մեջ ամուր մնանք, անսասան մնանք, միշտ սիրելներ, եկեղեցի հաջողեցեք, ամեն գիրագի, անխափան, եթե հարկելի բաժարմալա այդ ժամանակ բացակայեցեք, այլապես ամեն գիրագի, եկեղեցի կացեք, սիրելի քույրեր եղբայրներ, որովհետև ինչպես որ ամեն օր ջաշ կուտենք մեր մարմնի սնուցման համար, եկեղեցվո առողջությունը, Սուրբ Բادرակի մասնակցելը, Քրիստոսի Սուրբ խոսքերով եւ Սուրբ մարմինով ու արյունով հաղորդվելը հոգին գաջեցնե եւ մեզ գզորացնե ընթեմ աղանդավորներուն, ընթեմ սատանային եւ ընթեմ ամեն տեսակ մոլությանց։ Հետևաբար Աստված անսասան բահ է մեր Հայաստանյա ցարակելական Սուրբ Եկեղեցին, Սուրբ գրոնավորներ առաջնորդեն մեր ժողովուրդը թեպի հավիտենական փրկություն։ Աստված ցեզ արադավես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։